Արմինկա ջան, վերջերս դու ունեցար քո անձնական հագուստի բացումը, այսպես ասած, դա որպես հոբբի ես վերաբերվում, թե ավելի կնայես հետագայում որպես լուրջ գործ եւ կզարգացնես արդեն խանութ։ Չեմ կարողանում այդ մեծ ներդրումը անել։ Ինքս ասացի, գիտես, արի փորձիր անել փոքրից։ Արի արա այնքան, ինչքան որ այս պահին քո հնարավորությունները քեզ թույլ են տալիս։ Ես առաջիններից եմ եղել, ովքեր հագնվել են հայ դիզայներների մոտ եւ կրել են իրենց հագուստը եւ չեն ամաչել ասել, որ հայ դիզայներների հագուստ են կրում, այն ժամանակ բոլորը ասում էին, բայ, կարած շորեր եք հագնում։ Կտորի տեքստուրայից արդեն գիտեի, որ դիզայներն է, սիլուետից, ուրվագծից գիտեի, որ դիզայներն է, այդքան խորացել էի։ Լիլ տեսով ասենք, թե Աննա Դելո Ռուսոն, ասում եմ, «Էդա վա», ասում եմ, լիլ։ Աննա Դելո Ռուսոն, ասենք, իտալական բոգի, չգիտեմ, գլխավոր խմբագիր է։ Ունեցել ես միշտ գեղեցիկ դուետներ մեր հայ տարբեր երկիչների հետ։ Պատրաստվում ես այդ ասպարեզում ինչ որ նոր մի բան անել, թե կամաց կխորանաս ավելի բիզնեսի։ Անկեղծ ասած, ամեն դուետից հետո ես ինձ ասում էի, սա վերջին դուետն է քո կյանքում, դե բավական է, ինչքան կարելի է։ Բոլորովին վերջերս էլի երկու երկչից առաջարկ եմ։ Կուզեմ անկեղծ պատասխանես, եթե մեկ օրով լինես ԱՄՆ նախագահ, ինչ կփոխես ԱՄՆ-ում։ Ես կուզենայի, որ այս երկիրը լիներ իսկական քրիստոնյա երկիր, ունենար պետական եկեղեցի, եթե համարվում է քրիստոնեական երկիր, ինքը ունենար պետական կրոն եւ ունենար պետական եկեղեցի։